Անձրևային եղանակից հետո լավ արև է բացվել եւ ժամանակն է սերմը հողը գցելու։ Ողջույն հարգելի գյուղասերներ, հուսամ լավ եք։ Այսօր ինչ ենք ցանելու, ժողովուրդ ջան, այսօր առանձնացրել եմ պատիսոնների երկու տեսակ, որ պետք է ցանել։ Այսպիսի դդում ունենք, կոչվում է մուսկատնային ժեմչուժինը։ Նաև դդմիկներն ենք ցանելու, այստեղ է դդմիկների սերմերը, ցույց կտամ։ Անցնում ենք աշխատանքի, քանի եղանակը թույլ է տալիս, այսօր լավ հորդառատ անձրև էր, հիմա հողը լավ խոնավ է եւ պահաբաց չենք թողնում, արդեն սերմերը հողը դնելու, որպեսզի լավ աճեն ու ձևավորվեն։ Ուրեմն պատիսոնների ու դդմիկների համար ընտրել եմ այս տարածքը, քանի որ սրանք չեն երկարում դդումի նման, ուղղակի թփեր են դառնալու, այսպես հեռավորության վրա գծի վրա կդնեմ, որպեսզի այստեղով նաև իրանց տակով կաթիլային անցնի ու ոռոգման ժամանակ մենք խնդիր չունենանք։ Սկսենք այս պատիսոնի տեսակից։ Տեսնենք քանի սերմ կա իր մեջ։ Շատ չենք ցանելու, ամեն մեկից մեկ կամ երկու հատ, տեսեք ընդամենը տուփի մեջ 1 2 3 4 5 6 սերմ է։ 3 հատ ցանենք, չէ 2 հատ, որպեսզի նաև դդմիկներին տեղ լինի։ 2 հատը հերիք է, այս մասում, ուրիշ մասում էլ կանենք։ Հիմա հողը թեթևակի այսպես բացում եմ, քանի որ փխրեցված հող է, այսպես սերմը դնում ենք, սերմի չափով մոտավոր հող ենք լցնում ու այստեղ մի հատ այսպես փայտի կտոր եմ դնելու, որպեսզի տեղը իմանանք։ Մյուսը դնում եմ իրանից մոտավոր 60 սանտիմետր հեռավորության վրա։ Ասեցի, որ սրանք մեծ թփեր են դառնում ու լավ կլինի համապատասխան հեռավորությունը պահենք։ Եվ մի հատ փայտի կտոր այստեղ, այսը ավելի լավ կլինի։ Անցնենք առաջ։ Սրանք լցնում ենք այստեղ, որպեսզի չթափեն, անցնենք մյուս տեսակին։ Մյուս սորտը, ժողովուրդ ջան, այս տեսակն է, ինքը սպիտակականաչավուն է, այս էլ է պատիսոն, ովքեր չգիտեն, դդմազգի բույս է, ինքը շատ լավ մարինատ է ստացվում, մենք անցած տարի արել էինք ու շատ համով է։ Այստեղ սերմերը մի փոքր շատ են, նայեք 2 4 6 8 10 12 14 15 16 2 հատ էլ նեղա, շատ չէ, 2 հատ էլ սրանից ենք դնում, ուրեմն մեկը այստեղ, մյուսն էլ այստեղ եմ անելու, մի փոքր հեռավորության վրա։ Չոփեստե տնկենք, անցնենք արդեն դդմիկներին։ Հասանք դդմիկներին, ժողովուրդ ջան, ուրեմն դդմիկները հատով են առնում, այսինքն ներկած սերմեր են, տեսեք։ Հատը 25 դրամ, 5 հատ գցում ենք, ամբողջ տարի մեզ լիարժեք հերիքում է։ Շատ համով առատ բերք է տալիս, ամեն օր իրան ջրես, ամեն օր կհավաքես, առավոտը ջրի իրիկունը հավաքի, առավոտ ջրի իրիկունը հավաքի, այտենց բերք եք հավաքում։ Նույնիսկ երբ չենք ուտում, ինքը հասունանում է, շատ է հասունանում, հավելին էլ ենք տալիս։ Այն անի շարունակությունը, պատիսոնների շարունակությունը, այստեղ արդեն դդմիկներն են գցում։ Էլի, ուրեմն ասեմ նրբությունը ինչու՞մ է կայանում, որ ինչպես ցանենք, որ սերմը չլոկի խոնավությունից,
եւ հեշտությամբ դուրս գա։ Դնում ենք սերմի վրա լցնում ենք այնքան հող, ինչքան սերմի հաստությունն է։ Մոտավոր տեսնում եք սերմի հաստությունը ինչքան է, այդքան էլ հող ենք լցնում։ Ուղղակի ընթացքում պետք է դդմիկների պարագայում ուշադիր լինենք, որ շատ խոնավ չլինի, երբ եղանակը շատ խոնավանում է, ծածկում ենք ինչ որ ցելոֆանով, կամ երբ շատ է հողը չորանում, թեթևակի ջրում ենք։ Ու մեկ էլ սերմերը թափեցի, ժողովուրդ ջան, ինչպես ձեռդ վերցրել ընկել հողամասով մեկ։ Լավ, այսպես մի հատ կնայեմ հետո։ Ու մեկ էլ այս դդումներից ենք ցանելու, ինքը երկարող սորտ է, բայց շատ չի երկարում, փոքր թփեր է ու նաև փոքր այս չափի դդումներ է տալիս, որտեղ եմ ուզում գցեմ, ժողովուրդ ջան, այս որ ասել եմ առուների ծերերին, որպեսզի երկարի ու տարածվի դեպի սխտորը, ճիշտ է ինքը սխտորին կողքերով անցնելու, բայց չենք թողի, որ սխտորին խանգարի, ամեն տարի էլ այդպես եմ անում, հենց արդեն ինքը սկսում է երկարել, սխտորը հավաքելու ժամանակն է լինում, նայեք, դրա մեջ էլ տեսնենք քանի հատ կա, քիչ է լինում սովորաբար այս սերմերի մեջ, 2, 4, 6, 8, 9 հատ, Ա, 9 հատ, հիմա այս կաթիլայինի, որ գցենք, արդեն կհասցնենք ստեղ մի քիչ երկար, այս արանքներում գցում ենք, դդմիկը մեկ-մեկ եմ գցում, բայց այ դդումը կարող եմ երկու գցել, իրանք իրար չեն խանգարում, ամեն առվի ծերում այսինքն երկու գցեմ, սա շատ համով դդում է, ժողովուրդ ջան, եթե նկատած կլինեք, խանութներում շատ կա, սիթիներում եւ այլն, այնտեղ հենց այս սորտն են ծախում, դա մուսկատնայա սորտն է, շատ համով բան է լինում, այս մասում գցեմ, մի հատ էլ այստե, մեկը շատ խորն եղավ, բարձրացրի, չոպս էլ տնգեմ ու վերջ, վերենք մի քանի հատ էլ ծաղիկ ցանենք, ժողովուրդ ջան, քանի որ եղանակը անձրևայիններ է տված, անձրևներ է տված, պետք է նաև ծաղիկները հողը գցենք, ուրեմն դե Գյորգինաները բանը պես ցույց եմ տվել, ընկել եմ քրիզանթեմները հանել ենք այստեղ հողը վարելուց, որպեսզի չվնասվի, հետո նորից տնկել ենք, նոր է նա աճում է, ու այստեղ տեսեք երկու հատ գլադիոլուս է առել, թողել է տոպրակի մեջ ու արդեն ինքը ծիլերը տեսեք ոնց է գցել, մոռացել էի, որ գլադիոլուս ունեմ, ու այստեղ կդնենք, թեթևակի հողը բացում եմ, ու այսպես ծիլերը այնքան որ թեթև ծածկում եմ, մի հատն էլ այստեղ եմ դնելու, անցած տարի առել էի ահագին 10-15 հատ, բայց բանը ծառի տակ էի դրել, հողը խանգարում էր ու չծաղկեցին, պալարներն էլ, սոխուկներն էլ այդպես չորացան,
Հիմա այս տարի էստեղ եմ դնում, որովհետև էստեղ արևը լավ է, ինքը արևից օգտվում է, էստեղ ուսամ կծաղկի։ Եկել տեսնենք, այստեղ էլ ինչ ունենք։ Շատ սերմեր ունեմ, ժողովուրդ ջան, ուղղակի միշտ մոռանում եմ այդ սերմերի մասին, առնում եմ շուտ, փետրվար, սա դատարկ է պետունյա, փետրվար-մարտ ամիսներին, հետո երբ գալիս է ցանքսի ժամանակը, մոռանում եմ, որ առել եմ։ Այն տեսեք, այստեղ ալիքի բաժանորդներից ուղարկել էին սիրուն ծաղիկներ, մեխակներ է սրանք, սերմերը տեսած կլինեք, սիրուն տարբեր գույների մեխակները։ Այստեղ ինչն է, այստեղ էլ ժողովուրդ ջան, մաչալկա է, սա արդեն ցանկապատի տակերով կգցեմ, որպեսզի իր ստվերը չտարածվի։ Պամիդորներ են այստեղ, մեզ պետք չեն, այս սա սիրուն, այս ինչ է, ծաղիկներ են սրանք, ժողովուրդ ջան։ Հիմա ինչ եմ անում, քանի որ այս հողը ինքը փորած է, այսպես թեթևակի շաղ եմ տալիս, չեմ ծածկելու, ինչու որովհետև սերմը ինքը փոքր է, երբ ծածկես չի ծլի շատ։ Մի հատ փոցխով այսպես վրայով կանցնեմ, այդպես, ստեղ էլի, սա էլ դեղին ծաղիկներ են, անունները չգիտեմ, այս սրանք էլ են, էլի թեթևակ շաղ եմ տալու, այդպես տեսնենք ինչ կաճի, բոլոր ծաղիկները այսպես գցում եմ, նոր մի հատ փոցխով վրայով անցնեմ, այս ինչ է, նայեք մի լավ բան ցույց տամ, որ էլի ալիքի հետևորդներից եմ ուղարկել, պատկերացնում եք, ինքը դդում է առանց կորիզների, սա մի փոքր ուշ եմ ցանելու սպունգի մաչալկայի հետ, հենց սերմը այսպես է լինում, կորիզները առանց կեղևի են լինում, որ խանութներից առնում եք, այս սրանով են ստանում, սա մի փոքր ուշ կանեմ մայիսի սկիզբ, մի քանի օրից։ Ուրեմն ինչ մնաց ստեղ, այ թափել են, նա հերթով ինչը պետք չի, ստեղ կա թափած, հեցնեմ այստեղ, դատարկ տուփեր են շատ, ժողովուրդ ջան, ինչի եմ պահում, որպեսզի հետո արդեն պամիդորների տեսականիները, որ սածիլ եմ, այդ ժամանակ նայեմ բույսի նկարագրին ու հասկանամ, ինչը որից հետո եմ ցանում, էլի, որովհետև կան կարճահասակներ, կան բարձրահասակներ, մեխակը ստե չարժե դրած, որովհետև ինքը երկարամյա բույս է, այստեղ հաստատ աշնանը չի մնա, հավերը վերջը կտան։ Մեխակն էլ դնեք այն կողմին ու ռեհանի սերմն են ուղարկել, շուտ են ուղարկել, ես էլ մի քանի տեսակ ռեհանա, բայց ռեհանի համար շուտ է, էլի ինքը պետք է
Մայիսի 5-ից հետո ցանենք շուտ կլինի։ Թեև նենց նաև առել եմ խանութից։ Կարծեմ ստե պետքա լինի։ Պամիդոր եմ առել, որ այս տարի չեմ ցանի, այսա մեխակը, նույնիսկ սեր վաճառողը գրել է մայիսի 20-ից հետո շուտ մի ցանեք։ Իրա խոսքերն է, որովհետև հանենքը ջերմասեր բույս է ու հաստատ եղանակային տատանումների նոր ծված ծիլերը չեն դիմանա։ Գնանք էլի ծաղիկներ կա, սերները բերենք, հետո ցանենք։ Երկու օր անցել, վլոգի կեսը նկարել էի։ Ուրեմն 2 օր անցել, ժողովուրդ ջան, այս 2 օրվա ընթացքում ջերմոցը չեմ բացել, ինչու, որովհետև եղանակը ահավոր անձրևոտ էր, մառախուղ։ Հիմա բացենք, տեսնենք ինչ կա, ինչա կատարվում էստեղ։ Ինչպես են զգում իրանց սացիները։ Եթե ջրելու կարիք լինի, ջրենք, եթե չէ, ակի մի հատ օդափոխենք, համել կտրածները հանենք։ Լավ են, բայց կտրածներ էլ կան։ Ահա այս վիճակում է սացիները, տեսնում եք, արանքներից կարիք կա հանելու, նորը դնելու։ Որոշներն իհարկե ստրեսի են ենթարկվում ու այսպես փչանում են։ Սրանք պետք է հանել արանքներից, նույն բաժակներում նորը շարել, որպեսզի անտեղի տեղը ազատ չմնա։ Այստեղ այ տեսեք նոր կտրած 2 հատն էլ նոր կտրած։ Ու մնացածը կարծես թե լավ են։ Ավելները դնենք էստեղ, որպեսզի այս քանի օրը էլի եմ բաժակների մեջ տեղափոխել, տեղ ազատվի, ես ազատ տեղը վերեմ դնեմ։ Ուրեմն 2, 4, 6, 8, 10, 11 հատ սացիլներից ընկել է, ոչինչ, դες սրանց տեղն էլ հեսա կտանեմ, բադրջան ունեմ խիտ ցանած, բադրջաններ կտնենք, ոնց որ բադրջանը քիչ է սացիլելու համար։ Իսկ ջերմոցը ծածկենք, ժողովուրդ ջան, չեմ ուզում հələ մնացած սացիլներն էլ բերեմ այստեղ, ուզում հանեմ ակեմ էլի տեսնեմ պատուհանագոգին ոնց են աճում, ուստե ոնց են աճում, եթե այնտեղ արագ աճեն, դրանք կթողեմ այնտեղ, եթե ստեղ լավ աճեն, պատուհանագոգիններ կբերեմ այստեղ, որպեսզի հասցնենք մինչև գոնե մայիսի 20-ը լավ աճեն, որ տեղափոխենք արդեն դուրսը սացիլենք։ Չէ, այս մասը իզուր փակեց, թող բաց մնա, օդ խաղը։ Ուրեմն առանց փայտի լոբու տեղ չունենք։ Այս մասը ուզում եմ մի քանի կարճառու հենց ցածրաճ լոբի գցենք։ Ճիշտ է, հողը վարել էինք, ինքը փուխր էր, բայց ինչի եմ փորում, որովհետև ստե նկատում եմ, որ անցքեր կան, բոյ-բոյը էլի գրոհել է հողամասը։ Ասեցի մի հատ փորեմ, տեսնենք երևում են, հանենք տանք հավերին։ Ահա, հեսա։ Այք, օպա, ընկավ։ Ուր ես կոր փախնելու ինձնից։ Всё, հավերը տարան։
Էլի երևի պետքա երենք դեղ տնենք։ Սրանց դեմ ուրիշ տարբերակ չկա, կամ այսպես պետքա փորենք, բայց դե արդեն ցանած առուները էլ ոնց փորես։ Փորենք մի փոքր չորանա, այդ լոբին էլ ցանենք։ Շատ չէ, մի 2-3 կարճառու, այնքան որ ունենանք։ Հողը շատ ցեխա, որովհետև ասեցի, որ մի քանի 2 օրա, իսկ 3 օրա լավ անձև ա եկել։ Բայց դե դա չի խանգարում, որ մենք մեր գործը անենք։ Շատ մեծ տեղ չի ինքը, փոքր տեղ ա, հողը ծանր ա, բայց դե պետքա փորենք էս, տեսենք էս բոյբոյների աղիցը ոնց են գալիս։ Որ գոմաղբը հողամասից հանեցինք, ասեցի էտա էլ բոյբոյներ չեն լինի, բայց դե ինչպես տեսնում եք էլի կան նոր գոմաղբ ենք լցրել, իրենք էլ հողի մեջ թաքնված են եղել ու հիմա այսօր հարձակվել են արդեն հողամասի վրա։ Իշտ թոթոլ բոյբոյա, օպա, եկավ, տարան, էսա, էլի, որ սրա չապերի նայեք, էտ էլ կերեք, իրեք հատ այս փոքր տեղից արդեն հանեցի, ճիճուներն էլ են, լավ հողը փխրեցնում են, մի քիչ գոմաղբա մնացել հողի տակ, իրանք այդ գոմաղբում են ապրում, անձրևորդերը, անձրևորդը դե գիտեք, հողամասի մնաց չի, սրան նայեք, հլը սրան նայեք, այս հողն էլ փորեցինք ժողովուրդ ջան, սոխերը տեսեք ոնց են աճել, մեր սոխերն աճել են, բայց գյուղում բերել էին ու ինչ-որ բարերար գյուղացիներին մեկական կիլոգրամ այս սոխի սերմերից տվել էր, հիմա պետքա նաև տեսեք արանքներում կա, որ լավ չի աճել, դուրս չի եկել, կտրելա, այդտեղ պետքա լրացնենք, 2 կարճ առու էլ են մասում կանենք, մեկ էլ այստեղ էլ ցույց տամ, նայեք այս մասում էլ տեղեր ունենք, որ կարող ենք ցանել էլի, տեղավոր ենք էլի, որ շուտային ավելի լավ կլներ չէինք առնի, բայց դե որ տվել են էլի ապրեն, այս մասում էլ 2 առու կսարքենք, մի առու էլ այս մասում, ցանկապատների արանքից ժողովուրդ ջան արդեն մի հատ ուտելի բույս ա, որ մենք շատ ենք սիրում, բղդլավաշ, եթե չեմ սխալվում լոշտակ են անվանում հայերեն, այսինքն նոր դուրս եկած ժամանակ ծիլերը քաշում ենք, այս մատղաշ մասերը ձևով տապակում ուտում ենք, ինքը շատ համեղ ա ու օգտակար, որ մեծանում ա, այսպես ցանկապատի վրա տարածվում ա, շատ տհաճ հոտ ա լինում,
բայց մատղաշ վիճակում շատ համով ուտելի բույս է։ Նայեք ոնց է դուրս եկել։ Այս սրանք չուտելը սխալ կլինի, տեսեք ինչ մատղաշ հավեսին։ Այս մեր հողամասից ուրիշ տեղ չեն գնում, երկար ճանապարհ գնալու իմաստ չկա, հողամասերում էլ աճում։ Սրա արմատներն էլ են որպես տարբեր հիվանդությունների համար օգտագործում, բայց օրինակ փորելուց ձգտում եմ արմատները չհանեմ, որպեսզի ամեն տարի մենք այսպես ուտելու հավեսին բույս ունենանք։ Բղդը լավաշ ենք ասում։ Մոտիկից էլ տեսեք, ժողովուրդ ջան, եթե ձեր հողամասերում էլ կա, կարող եք հավաքել առանց վախենալու ուտել։ Եփում եք ձվով խաշում։ Սրանք էլ մի քանի օր հետո։ Այսպես մի լավ կապ հավաքեցինք, ժողովուրդ ջան։ Այսքանով ավարտում եմ այսօրվա տեսանյութը, եթե հավանեցիք անպայման հավանեք, մեկնաբանեք տեսանյութը, եթե բաժանորդագրված չեք, բաժանորդագրվեք, որպեսզի ես ավելի շատ մոտիվացիա ունենամ ձեզ համար հետաքրքիր տեսանյութեր նկարելու։ Մինչ նոր հանդիպում։